Սամվել Կարապետյանը ռուսական օլիգարխ է։ Ճիշտ է, նա ունի Հայաստանի Հանրապետության ազնագիր, չէ՞, բայց ինքը իր ամբողջ գործունեությունը եւ ռեսուրսները ձեռք է բերել այդ Պուտինյան ռեժիմի օրոք։ Եվ այնտեղ որևիցե օլիգար կամ միլիարդատեր առանց Պուտինի թույլտվության մի քայլ անգամ չի կարող անել։ Հատկապես այդպիսի ուրեմն դրսևորումներ, որ ասենք թե գա ուրիշտեղ քաղաքական, այդպիսի քաղաքականության դրսևորում մենք Մոլդովայի օրինակով տեսանք եւ մոլդովական իշխանությունները ուղղակի փակեցին այդ հնարավորությունը։ Հիմա այո, դա ռիսկը կա։ Ես ավելի շուտ արդեն հասկանալի չէ խնդիրը որպես այդպեսին։ Դրա դեմը առնելու միջոցների հետ կապված խնդիրներ կան։ Օրինակ ինչի համար կալանք եւ ոչ թե ասենք թե տնային կալանք, հա, որտեղ խափանման միջոցի այլընտրանքային տարբերակներ կան վերջին հաշվով։ Այն, որ Սամվել Կարապետյանը ժողովրդավարության հետ, որպեսզի մեր սահմանադրական նորմն է, ինքնիշխանության հետ, որը սահմանադրական նորմ է, իրավական պետության հետ, որը նույնպես սահմանադրական նորմ է, ել չեմ խոսում սոցիալական պետության հետ, որը սահմանադրական ամփոփ, որևէ առնչություն չունի, իր ամբողջ փիլիսոփայությամբ, կենսագրությամբ եւ փաստով, դա փաստ է։ Ինձ համար անվիճելի է, որ ինքը սպառնալիք է Հայաստանի պետության առաջի հոդվածով սահմանված սահմանադրական նորմերին։